Բացարձակ նպատակ չունեմ բոլոր խնդիրները, մեղքերն ու սխալները բարդել ուրիշների վրա։ Հասկանում եմ եւ քանիցս հրապարակավ ի տարբերություն շատերի ընդունել եմ, որ մեր կառավարման տարիներին արկա էին բազմաթիվ սխալներ ու բացթողումներ, որ բազում խնդիրներ դանդաղ էին լուծվում, որ մեր հայրենակիցների սպասումները մեզնից ավելին էին, որ երկրում կար անարդարության եւ կոռուպցիայի բարձր ընկալում, որ բավարար կոշտություն չեմ ցուցաբերել իշխանության ներսում ծվարած եւ մեր անվան տակ ազդեցություն կամ հարստություն դիզողների նկատմամբ, որ ժողովրդի հետ շփվելիս հաճախ միջև վերջ բաց ու հասկանալի լեզվով չեմ խոսել, որ թերագնահատել եմ զանգվածային ազդեցության ցանցային նոր տեխնոլոգիաների դերակատարությունը, որ առավելապես կենտրոնանալով երկրի անվտանգության ու պաշտպանության հարցերի վրա ներքին մի շարք խնդիրներ բավարար ուշադրության չեմ արժանացրել, որ որոշ դեպքերում եւ այդ դեպքերը քիչ չէին, վստահել եմ մարդկանց, ովքեր դրան արժանի չէին, եւ որպես հետևանք գերագնահատել եմ պետական համակարգի կառավարելիության աստիճանը։ Այս շարքը ոմանք կարող են շարունակել ինձ եւ մեզ վերագրելով տարաբնույթ չգործած կամ գործած սխալներ։ Երևի հեշտ է ապրել, երբ քո գործած սխալների եւ արկա խնդիրների մեջ կարող ես մեղադրել բոլորին, բացի քեզնից։ Չէ՞ որ երբ ըստ քեզ ամեն ինչում Սերժն է մեղավոր, ապա անվերջ կարող ես թմրեցնել սեփական խիղճդ ու խուսափել ապագայի հանդեպ քո բաժին պատասխանատվությունից։ Ես ընդունել եմ եւ պատրաստ եմ ելի ընդունել սեփական սխալները։ Եվ այստեղ ուզում եմ դիմել որոշակի շրջանակների։ Ձեր սխալը ինձ մի վերագրեք, խնդրում եմ։ Ես ձեզ չեմ ստիպել մասնակիցը դառնալ այս արկածախնդրությանը, հետո գնալ եւ մախրի միջից պաչել ամենաբարձր զռացողի էշի ճակատը։ Եվ այնուհետև առասպելներ հորինել, թե իբր ես պայմանավորված եմ իշխանությունը հանձնել սրան, իբր համագործակցում եմ սրա հետ եւ այլ անհետեցություններ։ Ես հիմա խնդրում եւ հորդորում եմ բոլորիդ դադարեցնել հանդիմանել այսպես կոչված հեղափոխության մասնակիցներին։ Չէ՞ որ նրանց մեջ եղել են բազմաթիվ բարի մղումներով մարդիկ, ովքեր հավատացել են, որ այդպես ավելի լավ երկիր կունենանք։ Հայրենիքի համար այս ծանր օրերին մենք պարտավոր ենք ամեն ինչ անել միասնականության վերականգնման համար։ Այժմ մեր կուսակցության մասին։ Դուք գիտեք, որ մեր իշխանության տարիներին ես մշտապես կասկածամտությամբ եմ վերաբերվել Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամագրության աճող թվերին, համարել եմ, որ այն չի համընկնում նվիրյալ հանրապետականների թվի հետ, ինչպես հետխորհրդային բազմաթիվ երկրներում, մեզ մոտ նույնպես ավաղ չհաջողվեց խուսափել բյուրոկրատացումից, կուսակցության ուռճացումից, պատեհապաշտներից։ Վերջիններս, որոնց ես տարանցիկ ուղևորներ կբնորոշեմ, չդիմացան փորձություններին, նրանց թվաց, թե հանրապետականի նավը վերջնականապես խորտակվում է, թե թագավորը մահացել է եւ պահն է կեցցե գոռալ նոր թագավորին։ Գիտեք, մի հետաքրքիր օրինաչափություն կար այս ամենում, ում պատճառով հանրապետականին ամենից շատն էին քննադատում, այդ նույն մարդիկ
առաջիններից լքեցին մեզ եւ հարմար տեղավորվեցին նոր տաքուկ տեղերում։ Եղել են նաեւ հազարավոր շարքային քաղաքացիներ, որոնց մեր որոշ նախկին գործընկերներ պարզապես զանգվածաբար ցուցակագրում էին որպես ՀԿ անդամներ, թվերով ինձ տպավորելու համար։ Կուսակցությունը ուներ ինքնամաքրման խնդիր, թե թվականակի, թե կառուցվածքի առումով։ Տեղյակ եք, որ ամիսներ առաջ մենք նախաձեռնեցինք կուսակցության անդամների վերահաշվառման, ինչպես նաև կուսակցական ստորաբաժանումների եւ ենթակառուցվածքի արդյունավետության գործընթաց, արդիականացման կներեք գործընթաց։ Մեր գործունեության մեջ այժմ առավել քան երբևէ շեշտադրվել են գաղափարական ամուր հենքն ու ժառանգականությունը։ Եվ ես ավելի քան համոզված եմ, որ մեր դավանած ազգային պահպանողականությունն է այն անհրաժեշտ հենքը, որի վրա հնարավոր է վերակառուցել Հայաստանը եւ պահել Արցախը։ Հանրապետականը եղել եւ մնում է մեր երկրի միջազգային ամենալայն կապերն ունեցող քաղաքական ուժը եւ կապերի այդ շրջանակը ծառայեցրել եւ շարունակելու է ծառայեցնել մեր պետության ու ժողովրդի ազգային շահերի սպասարկմանը։ Անգամ իշխանություն չունենալու պարագայում մենք ավելին ենք արել արտերկրում մեր դիրքերի պաշտպանության համար, քան ուսապարկերի ողջ պահեստը իր պահեստապետով հանդերձ։ Կուսակցական հետագա գործունեության համար ես առաջնահերթ եմ դիտարկում հետևյալ ուղղությունները, որոնց մասին բարձրաձայնել եմ Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի հետ համատեղ կազմակերպած մեր վերջին հավաքի ընթացքում։ Հակիրճ թվարկեմ. 1. Կուսակցության կենտրոնական մարմնի արհեստավարժության զարգացում եւ ամրապնդում, տարածքային կազմակերպությունների օպտիմալացում եւ արդյունավետության մեծացում, անդամների թվի եւ ակտիվության փոխկապակցության ապահովում։ 4. Կուսակցության արտաքին գործունեության արդյունավետության մեծացում։ 5. Կուսակցության արժեքային ուղղվածության եւ պրակտիկ գործունեության ներդաշնակեցում։ 6. Ներկուսակցական ժողովրդավարության պահպանում եւ ամրապնդում։ Մեզ համար գերակա են մնալու երիտասարդների, ուսանողների եւ կանանց ներուժի բացահայտման ու ներգրավման աշխատանքները, հանրության լայն շերտերին հուզող խնդիրների լուծումների որոնումները, ժողովրդի հետ անկեղծ ու բաց ամենօրյա շփումները։